Մարդուն ընտրել եք մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եկել ասում է կենտրոնական Ասիայի քոչվոր խաշնարած սա տգիտության ամբարտավանությունը ընդհանրապես լրիվ ուրիշ մեզ էլ մեղադրում է ոչ պրոֆեսիոնալն է տգիտության ամբարտավանությունը այսենց այ իրանց բանն են որ տենց Գանես ամբիոններից խոսան որ մենք բոլորը ոչ մեկ ոչ մի բան մենք ալֆան ենք եւ օմեգան ենք լսեք հնարավոր չի ուրիշներին նկատմամբ անհարգալից լնելով հարգանք ներշնչել ընդհակառակը դրանով ասում եմ դա տգիտության ամբարտավանության մասին է խոսքը այսօր կենտրոնական Ասիան աշխարհում ստրատեգիական կարևորագույն կենտրոններից մեկն է ընդ որում մշակութային հարուստ ժառանգությամբ այդ մարդկանցից որևէ մեկը կենտրոնական Ասիայի որևէ մի թանգարանում մի հնավայրում եղել է թե չի եղել այսօր կենտրոնական Ասիայի պետությունները յուրաքանչյուրը իրենց մոդելով բայց հաջողակ եւ հաջողված պետություններ են Գիտեք տենց ինչի ասում, որովհետև կարող ասենք պարզվի կենտրոնասիական երկրների հետ, օրինակ կարող է, չգիտեմ, կոնսպիրացիա կարող է մենք է պարզվի գազի գործարք կարող է կնքենք հետները, բայց որ այս ամբիոնից տենց բանը հնչում կարա, չէ դա նեգատիվ ազդեցություն ունենա, և այլն և այսպես շարունակ։ Հա, հիմա ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, Ես ինչ թեմա է, քյարքի թեման։ Շատ պարզ բան է ասվում։ Ասվում է, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Եվ այս թվաբանության մեջ չեն մտնում, մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում, Եվ դրանք արտահայտված են այն քարտեզներով, որոնք արտահայտում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը։ Հիմա ասել, որ չէ, տեն չի, նշանակում է ասել, որ Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր չի։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել։ Եվ պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում։ Ես ասում եմ ինչի եւ ես կռահում եմ իրանց թելած թելից։ Ես ինչ եմ արել այդ արտահայտությունը, ինչ եմ ասել քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ, բոլոր։ Հիմա չկա այլևս որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա անել, պրովոկացիա անել եւ քարուքանդ անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Էլի եմ ասում, ոնց ինչ սցենարով կլուծվի։ Այդ բոլորովին ուրիշ հարց է, որովհետեւ այն խնդիրները մենք մեր խնդիրներն ենք տենում, նույն խնդիրներն էլ Ադրբեջանն ունի։ Եվ ես ասում եմ, մենք պետք է նայենք, մենք իրար համար խնդրեմ ենք ստեղծում, թե լուծում ենք խնդիրները։ Եվ այս հարցի շուրջ պետք է նյարդը զրոյացնել, երբ որ զրոյացվեց, բոլոր հարցերը կլուծվեն լավագույն ձևով, բայց իրանք չեն ուզում հարցերը լուծվեն լավագույն ձևով, որովհետև իրանք եկել են շղթաները Հայաստանի ոտին կապելու, իսկ որպեսզի իրանց ուզածը գիտեք ինչ է, իրանց ուզածն են է, որ հապկի խաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Իրանց միակ առաքելությունը բոլոր նարատիվները, իրանք ես էլ եմ ասում, ես չգիտեմ ներկաներից ով է գիտակցում դա, ով չի, իրանք ունեն շատ կոնկրետ առաքելություն, հապկի խաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ հիասթափեցնում եմ, հապկի խաղապահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետություն, եւ ընդհանրապես խաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև խաղաղությունը հաստատված է եւ խաղապահը ժողովուրդն է, այո, այդ թվում, այո, Հայաստանի ժողովուրդն է եւ Ադրբեջանի ժողովուրդն է ամենահուսալի խաղաղապահը։ Եվ որևէ օտար խաղաղապահ Հայաստանի տարածք չի մտնելու։ Եվ սա է 4-րդ հանրապետությունը։ 4-րդ հանրապետությունը սրանով է տարբերվում։ 4-րդ հանրապետությունը չի գնում տարբեր բևեռներում աշխարհաքաղաքական իր գոյության իրավունքը մուրում։ 4-րդ հանրապետությունը ամենօրյա աշխատանքով
իր ապրելու, զարգանալու, լինելու իրավունքը վաստակում է։ Ասում են Սփյուռքի հետ հարաբերություններում խզում ենք առաջացնում։ Այո, մենք ասել ենք, որ Սփյուռքի հետ են հարաբերությունները եւ որ Հայաստանը second hand շոր ուղարկելու տեղ այդ հարաբերությունը ոչ միայն չկա։ Ես արգելել եմ, ասել եմ, հանկարծ որևէ պետական մարմին օգտագործած շոր, կոշիկ, չգիտեմ, ավտո կընդունի, այդ պետական մարմնի եւ իրա վերադաս ամբողջ համակարգը ինձ հետ գործ ունի բոլորին աշխատանքից ազատել։ Այո, եղել է դեպքեր եկել են մաքսատանը ամիսներ կարող է միջև մի կան։ Second hand լիքը կոշիկ, շոր, բան եւ այլն եւ այլն։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեր պատկերացումը Firebird-ն է։ Ուրիշ հարաբերություն չի լինելու։ Սփյուռքը չի կարա լինի Հայաստանի մենթոր։ Այդ բանն անցել է, գիտեք, վայ, գիտես էս ինչա։ Սա բան է, սնիկերս է։ Գիտես, ես ինձ հետ տենց դեպք եղել է։ Հա լուրջ եմ ասում, Հայաստանից պատվիրակություններ գնացել, բաներ։ Ես նստած մեկ էլ հերթով բան են ասում, գիտես էս ինչա։ Ասում ենք, հա, ասենք էսի պանիրը, ասենք ոնց որ բան ենք մենք։ Այսինքն հա պարզ է, որ մենք շատ ճգնաժամի մեջ ենք եղել, դժվար իրավիճակ տարիներով կարտոշկա ենք կերել, բայց ժողովուրդ ջան, այդ Հայաստանը վաղուց հաղթահարված է։ Այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների Հայաստանն է։ Բայց Սփյուռքի հետ հարաբերությունները մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, Սփյուռքի հետ հարաբերությունները այսօր 2 տարի Հայաստանում ներգաղթ է սկսվել։ Ինչի դժգոհ եք դրանից։ Մարդկանց հրավիրում ենք աշխատանքի եւ այդ թվում դրսից մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, այդ թվում բարձր պաշտոնների նշանակում, մեկ էլ ասում են, վայ, հələ տեսեք այն բառը ոնց ասեց, վայ, անգլերեն ասեց այդ բառը։ Սփյուռքի պաշտպանները հարցակվում են բաներով, տոննաներով, ֆեյքերով եւ ոչ ֆեյքերով։ Էսա Սփյուռքի հետ բանը, հարաբերությունների մասին ձեր պատկերացումը։ Պարոն Ղազարյան, եւս մեկ կոմենտ տեղից եւ ես ավելի խիստ նախազգուշացում կտամ ձեզ, զսպեք ձեզ։ Հա թող խոսա է։ Ձեզ հեշտ է, պարոն վարչապետ, ամիսի մեկ գալիս գնում եք, ամեն օր հետ եք։ Ինչ մոռացա ասեմ։ Հա։ Լավ, պարոն Սիմիդյան, լավ դե հիմա։ Գստացեք, հարգելի գործընկերներ։ Լավ, պարոն Սիմիդյան, հանգիստ։ Լավ, մի թողեք, որ խոսամ, պարոն Ռուբինյան, կներեք, ես սխալվեցի, խիստ եղեք։ Լավ, հարգելի գործընկերներ, խոսացինք, քննարկեցինք եւ ըստ էության ասեցի այն, ինչ որ ուզում էի ասել։ Գիտեք, պատմության մասին այդ բանը, պատմության ստալինյան դիտանկյունը հենց դրա համար է։ Այդ ամեն ինչը, այդ որ sense ասում են պետք չի անվերապահորեն վստահել, բայց ով է անվերապահորեն վստահել, ասում են ոչ մեկին պետք չի անվերապահորեն վստահել, ոչ մեկին, բայց դուք ասում եք չէ, մի տեղ կա, որ պետք է անվերապահորեն վստահել, մյուսներին անվերապահորեն չվստահել, մենք ասում ենք չէ, ոչ մեկին պետք չի անվերապահորեն վստահել, կամ այս պատմությունը, որ ասում են պատմությունը սենց է, պատմությունը սենց է, եւ ինչ կապ ունի այդ պատմությունը այս պատմության հետ։ Իսկ կապը հետևյալն է, մենք այսօր պետություն ենք եւ պետքա պահենք մեզ պետության նման, որովհետեւ պետությունը ուրիշ բան է, ասենք ինչպես ընդ որում ամենայն հարգանքով, դրանք տարբեր կարգավիճակներ են, ամեն կարգավիճակ ունի իր բանը, ինչպես ազգային ժողովի падգամավոր լինել եւ չլինել, կամ ուսուցիչ լինել կամ ոչ ուսուցիչ, դա որոշակի պահվածքի կոդ ունի, որոշակի էթիկա ունի։ Ասում են խես ասում սենց եւ հա ինչ են ասում Արարատ գյուղին ասում են դավալու, մեզ ասում են սրանք Արարատը ուրանում են։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Արարատ գյուղին ասում են դավալու, երազում են Արարատ սարի մասին, մեզ ասում են Արարատը ուրանում են։ Հիմա ով է ուրանում։ Ով է ուրանում։
Նրանք ուրանում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ասում եմ, անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը ուրանալու մասին է, որ Հայաստանի Հանրապետություն անկախ պետություն պետքա չլինի։ 4 տարի, 5 տարի ուղերձներով մանրամասն հրապարակել եմ, գրել եմ դրա մասին։ Այո, այս տարի ուղերձ չեմ արել, որովհետև այլևս ասելու բան չունեմ այդ թեմայով։ Ինչ ասել եմ, ամբողջը ասված է, ինչ պետք էր ասել, ամբողջը ասված է։ Ոչ մի նոր բան չունեմ ասելու։ Եվ հետևաբար, այո, մենք այսօր հենց հիմա, հենց այս օրերին իրականացրել ենք եւ հույս ունեմ այսօր ձեր քվեարկությամբ դե յուրե կհաստատենք մի պատմական իրողություն։ 4-րդ հանրապետությունը հաստատված է։ Փառք նահատակներին եւ կեցե 4-րդ հանրապետությունը։